շատ ուրախ եմ, որ այսպիսի քննարկումներ անցկացվում են Տիկին Վարդանյան, որտեղ սա այն եզակի հարթակներից է, որտեղ միտք է հնչում եւ տարբեր մտքերի, այսպես ասած, գեներացիա է գնում, ցավոք մեր հանրության մեջ, մեր երկրում շատ քիչ նման հարթակներ կան, մինչդեռ այդպիսի հարթակներ են, որ միտք են արտահայտում, այդ միտքը գեներացիայի արդյունքում միգուցե նաև կարող են օգնել տարբեր քաղաքական ուժերին իրենց կարծրատիպերի փոփոխության կամ ինչ-որ փոփոխությունների գնալու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իսկապես մեր երկրում ցավոք սրտի չի զարգացել այդ քաղաքացիական հասարակության այս կառույցները, ես նույնիսկ սա եզակի կառույցներից է, որը հաջող աշխատում է, բայց պետք է լիներ, ասենք, 2, 3, 4, 5 կառույցներ, որոնք առողջ մրցակցության մեջ կարող են իսկապես շատ ավելի որակյալ միտք գեներացնել, որը այս պայմանությամբ չկա, բայց հանգամանքների բերումով ես եւ իմ ընկերներն էլ ոչ հրապարակային մակարդակով փորձում ենք այդպիսի ուսումնասիրներ անցկացնել եւ շատ ակտիվ ենք անցկացրել ուսումնասիրությունները ակտիվ շփվելով մեր հասարակության տարբեր շերտերի հետ, նույնիսկ տնետուն ենք շփվել, ոչ միայն շփվել ենք շարքային մակարդակով, այլ նաև ֆոկուս խմբերի հետ ենք շատ ակտիվ աշխատել եւ դա անընդհատ գործընթաց է։ Եվ ես ասեմ, որ այսօրվա իշխանությունները շատ ավելի լավ են ճանաչում մեր ժողովրդի տրամադրությունները, քան մեր քաղաքական վերնախավի մեծ մասը։ Սա նոնսենս է, բայց դա փաստ է։ Եվ այսօրվա իշխանությունները լավ ճանաչելով, ուղղակի խուճապի մեջ են, որովհետեւ մեր ժողովրդի ես որպեսի շատ բան չանեմ, մոտավորապես 80-85%-ը այս կամ այն չափով մերժում է այս իշխանությանը, մոտավորապես, մոտ 40%-ը ինտերատիվ է մերժում հենց այս պահին, որ այս իշխանությունը չլինի, մինչև 60-65%-ը որևէ ձևի չի պատկերացնում, որ այս իշխանությունը պետք է լինի 26 թվականից հետո, մնացածի մոտ կա որոշակի լղոզված անորոշ իրավիճակ, որովհետև իրենք չեն ստանում համակարգված տեղեկատվական խոսքերով ինֆորմացիա, որպեսզի լավ պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը։ Դրա վառապացույցը այն է, որ տեղական գրեթե բոլոր ընտրություններում իշխանությունը պարտվել է, ընդ որում իշխանությունը ունենալով հսկայական վարչական ռեսուրսներ, օբյեկտիվորեն ինքը ուներ առավելություն հաղթելու, բայց տեսեք, ինքը պարտվեց Վանաձորում, ձերբակալեց հաղթող քաղաքապետին, պարտվեց Գյումրիում, դա երկրորդ քաղաքն է Հայաստանի, նույնիսկ ձերբակալեց մարդուն, Փարաքյալում պարտվեց եւ հաղթող տեխնատուն սպանվեց, Երևանում գրեթե կարելի ասել կիսապարտված վիճակի մեջ էր, կուլիսային բաների արդյունքում, այսպես ասած, կարողացավ վերարտադրվել, ընդ որում Երևանում մասնակցեց քվեարկողների ընդամենը 28%, պատկերացնում եք, եթե ասենք մասնակցությունը մեր գնահատականով 30%-ից ավել, ինքը անկախ նրանից, թե ինչպես կարող էր օգտագործել այլ շրջանակներից, ինքը պարտվելու էր։ Այսինքն իշխանությունը գիտի, որ հանրությունը մերժում է իրեն իմպերատիվ, բայց մեր քաղաքական վերնախավի մեծ մասը շարունակում է հին ստերեոտիպը մտածել, որ ժողովրդի մեծ մասը այնուամենայնիվ աջակցում է այս բողոքում է, թե ինչ է այդպես ստացվել։ Այդպիսի բան գոյություն չունի հիմա։ Ուղղակի եթե մեր քաղաքական վերնախավի շրջանակները ակտիվ բացի այս ֆորումներից նաև շփվեին հասարակ մարդկանց հետ, ապա իրանք ուղղակի շոկի մեջ կհայտնվեն, թե ինչ աստիճանի է փոխված հանրային տրամադրությունները։ Բայց դա տրամաբանական է, որովհետև մեր երկրում հատկապես բոլոր նախկին 3 նախագահների ժամանակ էլ վերջին փուլում միշտ հասարակության մեջ առաջացել է հոգնածություն եւ մարդիկ ուզում էին փոփոխություն։ Հատկապես այս մարդու պարագայում մի շատ հետաքրքիր դետալ կարող եմ նշել։ Եթե նախկին 3 նախագահների ժամանակ պայմանական է, թե 25% ընդդիմադիր, 25% իշխանամետ եւ 50% ճահիճ էր եւ ճահիճը շատ դժվար է փոփոխություն կատարել, ապա այս իշխանության պարագայում դա եզակի երևույթ է, որ ճահիճը արդեն 50% անոց ճահիճը ուզում է փոփոխություն։ Այսպիսի բան չի եղել մինչեւ այս պահը։ Ինչի չի եղել, որովհետեւ այսօրվա երկրի ղեկավարը ֆունդամենտալ է տարբերվում նախկին 3 ղեկավարներից։ Ինչով է տարբերվում, որովհետև ես ուզում եմ դա հատուկ նշել,
Վատ թե լավ, 3 նախագահները որոշակի մեկ, այսպես ասած, ուղենիշ են ունեցել երկրի զարգացման տրամաբանության մեջ, որը հասկանալի էր, որտեղ աշխարհագրությունը ձևավորում է քաղաքականություն, արտաքին եւ ներքին քաղաքականություն, վատ թե լավ այդ քաղաքականությունը իրականացվում էր։ Անվտանգային համակարգ, տնտեսական զարգացում, մեկը մի լավ էր աշխատում, մեկը մի վատ էր աշխատում, բայց այնուամենայնիվ դա էր ուղենիշը։ Երբ որ այս մարդը եկավ իշխանության, տեսեք, մինչ 2018 թվականը աշխարհաքաղաքական պայքարը մեր տարածաշրջանում կոնկրետ Հայաստանի մասով, այսպես ասած, մեծ դերակատարում չուներ, որտեղ բոլորի մոտ կար ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը ունի սահմանափակ հնարավորություն ընտրություն կատարելու։ Այսինքն հռչակված էր, որ Հայաստանը պետք է վարի փոքր լրացված քաղաքականություն, բալանսավորված կոչվում էր, ավելի բարձր մակարդակի Հայաստանը անվտանգային իմաստով ուներ հարաբերություն Ռուսաստանի հետ եւ որպես փոքր լրացում փորձում էր մաքսիմալ լավացնել իր հարաբերությունները Արևմուտքի հետ, բոլորն էլ փորձում էին նաեւ Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություններ պահպանել, բայց դա չէր ստացվում։ Այս 4-րդ ղեկավարի պարագայում իրավիճակը կտրուկ փոխվեց, որովհետև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում տեսան հնարավորություն, որ այս մարդու միջոցով հնարավոր լինի արմատապես փոխել նախկին Հայաստանի ուղենիշը եւ փորձել այդ դրա արդյունքում փոխել նաեւ կովկասյան աշխարհաքաղաքական ամբողջ քարտեզը։ Եթե դուք հիշում եք 2018 թվականից, երբ որ իշխանությունը փոխվեց, սկզբնական փուլում իշխանությունը աշխարհաքաղաքական իմաստով որևէ փոփոխություն չէր առաջարկում։ Այսինքն ինքը ասում էր, որ ես արտաքին քաղաքականության բալանսը պահպանելու եմ։ Ինչու էր այդպես, որովհետև արևմտյան կենտրոնները մշակել էին մի կոնցեպտ, որ Հայաստանը ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի, քանի որ մեծ շանսեր չունի փոփոխելու, ինքը պետք է դեմոկրատիայի օրինակ ծառայի, որպես այդ դեմոկրատիայի օրինակով Ռուսաստանում գնա նույն փոփոխությունը, այսինքն հայաստանյան հեղափոխությունը պետք է դառնա օրինակ, թե ինչպես պետք է Ռուսաստանում այդ նույն փոփոխությունը կատարվի օրինակ Նավալնիի միջոցով։ Իրենք դիտարկում էին Նիկոլ Փաշինյանին հայկական Նավալնի, իսկ Նավալնին Ռուսաստանում համարում էին ռուսական պոտենցիալ Փաշինյան։ Նույնը իդեպ ասեմ, որ փորձեցին իրականացնել Բելարուսում, բայց չստացվեց Տիխանովսկայի միջոցով։ Բայց այդ քաղաքականությունը շատ կարճ ժամանակ տևեց եւ պարզվեց, որ այդ process-ը չկապիտալիզացվեց Ռուսաստանում եւ այն շրջանակները, ովքեր որ հույս ունեին, որ Փաշինյանի իշխանության պարագայում հնարավոր կլիներ նույնը փոխել նաեւ Ռուսաստանում, որովհետեւ պլան B-ով գնալ, այսինքն փորձել այնպիսի մի վիճակի մեջ դնել, որ Փաշինյանը ստիպված սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչպես դա այսօր Վրաստանի իշխանությունները փայլուն մի զեկույց են պատրաստում, մոտ ժամանակներս կգա, թե ինչպես Արևմուտքում Սաակաշվիլին գցեցին թակարդի մեջ։ Այսինքն իրենք սրում են Սաակաշվիլի պարագայում ասում, իրանք սրեցին կանխամտածված հատուկ հարավային Օսիային կոնֆլիկտ, որի արդյունքում սրվեց Սաակաշվիլի հարաբերությունները Ռուսաստանի հետ, Սաակաշվիլին հասկացավ, որ այլևս բալանսիրովկայի հնարավորություն չունի Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում, ինքը ավտոմատ հայտնվեց թակարդում, այսինքն արևմտյան կենտրոնների գրպանում։ Դա իրան կարող են այն ժամանակ, երբ որ տեսնում են, որ մեծ հաջողություն չի ստացվում։ Այսինքն Սաակաշվիլի պարագայում, երբ որ տեսան, որ արդեն սպառված էր իր բաները, իրենք ստիպված սրեցին դա եւ Սաակաշվիլին հայտնվեց իրենց գրպանում եւ օբյեկտիվորեն սկսեց կատարել այնպիսի քայլեր, որը բխում էր ոչ թե Վրաստանի շահերից, այլ բառացիորեն իրենց շահերից, այսինքն ինքը դարձել էր բառից բունի իմաստով մանրադրամ, իսկ Վրաստանը տարածք։ Նույնը կատարվեց Հայաստանի հետ կապված։ Հայաստանում ինչ կատարվեց։ Իրանք սադրեցին, որ Փաշինյանը կազմաքանդի բանակցային գործընթացը, շատ կարևոր էր, որպեսզի վարկաբեկվի Հայաստանի հայկական բանակը, ինչպես զինվորականությունը վարկաբեկելով, եթե դու զինվորականությունը վարկաբեկում ես, ավտոմատ բանակի հեղինակությունը անկում է ապրում, Ղարաբաղցի հայաստանցի բանը խորացնում ես, ըստ էության Ղարաբաղի գաղափարն է վարկաբեկվում, եւ արդյունքում պարակտում է մցվում ամբողջ հասարակության մեջ, այսինքն բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի դրսից ագրեսիա լինի եւ ուժով լուծվի խնդիրը, որտեղ բանակցային process-ը միջև այդ
այս բանը պահպանվել էր։ Այն ինչ որ կատարվեց։ Հիմա ինչ նպատակ էր հետապնդում այդ քայլով։ Տեսեք, պարտությունից հետո արդեն բոլորը հասկացան, որ Փաշինյանը պետք է հեռանա, որտեղ պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Ինքն էր հասկանում։ Բայց ինքը շատ լավ հասկանում էր, որ եթե ինքը հեռանա, դա շարքային հեռացում չի լինի, ինչպես հեռացավ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը կամ Սարգսյանը, որտեղ ի տարբերություն նրանց սա ունի հսկայական խնդրեմ, ինքը 4000 երեխա է զոհվել իր պատճառով, պատերազմի արդյունքում Արցախ են հանձնվել եւ հսկայական անվտանգային խնդիրներ առաջ բերել, այսինքն ինքը կարող է հայտնվել դատարանի առաջ։ Տեսեք, Սաակաշվիլին, որի քաղաքականության արդյունքում ինքը ոչ մի տարածք չկորցրեց, ինքը պարզապես փորձեց գրավել Արայֆան չստացվեց, մինչև Աջարյան ինքը գրավեց, Աջարյան մինչև Սաակաշվիլի գալը չէր վերահսկում Վրաստանի իշխանություն կողմից, բայց նույնիսկ այդ պարագայում Սաակաշվիլին հայտնվել է բանտում։ Փաշինյանը հասկանում է, որ ինքը կարող է հայտնվել Սաակաշվիլի պես բանտում, բայց ինքը չի ուզում հայտնվել բանտում։ Եվ այսքան հասկանում է, որ իշխանության կորուստը իր համար դա կնշանակի ավտոմատ հայտնվել բանտում, այսինքն իր համար դեմոկրատիա, ընտրություններ, բան դրանք սա դառնում են արդեն երկրորդական ացանցիալ խնդիրներ, իր համար էկզիստենցիալ խնդիր է ցանկացած գնով պահել իշխանությունը։ Եվ շարունակելով այդ իր մղումը, նույն իր արևմտյան գործընկերները խորհուրդ տվեցին, որպեսզի իր կախվածությունը թուլանա Ռուսաստանից, ինքը պետք է ազատվի կապանքից, որը կոչվում էր Արցախ։ 2022 թվականի գարնանը ինքը առաջի պատողանը բացեց, այդ Օբերտոնի պատողանը բացեց, որ մենք փուլային ճանապարհով պետք է ազատվենք Արցախից, որի արդյունքում ընդդիմությունը փորձեց փողոցային շարժումով դիմակայել, բայց չհաջողվեց, դա առանձին թեմա է, թե ինչի չհաջողվեց, որից հետո, քանի որ ընդդիմությունը պարտվեց, կարտ բլանշ բացվեց, որ ինքը կարողանա արդեն այդ կյանքի կոչել դա, ինքը մտնում էր, բայց որպեսզի ինքը ռիսկով գնա այդ քայլին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սպանդ կազմակերպվեց, որպեսզի իր վրա ճնշման արդյունքում ինքը ռիսկով գնա Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, եւ հոկտեմբերի 6-ին 22 թվականի երբ որ ինքը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինքը դե ֆակտո կազմաքանդեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով փաստացի Արցախը ճանաչված էր չէր ճանաչված որևէ մեկի մարդ եւ դա անորոշության ապագայի թողնելով անորոշության վրա, որը նյարդայնացնում էր բնականաբար արևմտյան կենտրոններին եւ որից հետո արդեն Արցախի ճակատագիրը գրեթե որոշված էր եւ 22 թվականի հոկտեմբերից մինչեւ 23 թվականի սեպտեմբերը դա այն ծանրագույն process-ներ, որտեղ արցախցիները արդեն դատապարտված էին քաղաքական իմաստով եւ այդ կորուստից հետո արդեն հասկանալի պատճառներով Փաշինյանը այլ տարբերակ չուներ, քան որևէ պարագայում իշխանությունը չկորցնել, որտեղ իշխանությունը կորցնել, դա նշանակում է արդեն բոլոր իմաստներով կատաստրոֆա իր համար, հա? Որից հետո հասկանալի պատճառները, որպես իշխանությունը չկորցնի, ինչ պետք է անի։ Ինքը պետք է մարդկանց փորձի համոզի, որ եթե ես չլինեմ, ապա կլինի պատերազմ։ Այսինքն իր համար եթե 21 թվականի ընտրությունների ժամանակ այդ չագուջը վերցած պայքարում էր նախկինների թալանի բանի դեմ, ապա Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության նույնիսկ մեծ մասը պատրաստ է համակերպվել նախկին թալանի հետ, միայն թե նա հեռանա, որտեղ Վարդան Ղուկասյանը մեղմ ասած բյուրեղի անձնավորություն չէր եւ մարդիկ հրճված չէին, որ իրեն ընտրեին։ Պարզապես բոլորը հասկանում են, որ որպես ճարած փոքրագույն ինքը լավագույնն էր այս մարդ բանին ԿՊ-ին հեռացնելու համար։ Եվ սա տեսանելի դարձավ Փաշինյանի համար, որ արդեն այդ խաղաթուղթն էլ չի աշխատում։ Մնացել է մի խաղաթուղթ, պատերազմ եւ խաղաղություն տարբերակը։ Բայց պատերազմ եւ խաղաղություն տարբերակի մեջ օբյեկտիվորեն ինքը կախված է Թուրքիայից եւ Ադրբեջանից, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են նվիրեն այդ թղթի կտորը, որի վրա գրած է խաղաղություն, որով ինքը կարող է խաբել հասարակությանը, որ այս բերեմ խաղաղություն։ Հակառակ դեպքում կբերեմ պատերազմ, այդ պատերազմի դեմքերն էլ որ ցույց են տալիս նախկինում, միանգամից պետք է մարդկանց մոտ վախի մթնոլորտ առաջանա։ Հիմա օբյեկտիվորեն դա բերեց նրան, որ ինքը հայտնվեց է Էրդողանի գրպանում, դա փաստ է, այսպես ասած։ Ինքը պատանդի կարգավիճակի մեջ է, ինչպես որ Սաակաշվիլին էր հայտնվել պատանդի կարգավիճակում ժամանակին, ինքը այսօր հայտնվել է նույն պատանդի կարգավիճակում, բայց ուղղակի Էրդողանի գրպանում։ Եվ Էրդողանն ու Ադրբեջանը բարի եւ չար ոստիկանի սկզբունքով
փորձում են մաքսիմալ իրեն իշխանությունը պահպանման դիմաց մաքսիմալ կորզեն Հայաստանից զիջումներ։ Սա տեսանելի է բոլորի համար, սա քննարկել Փաշինյանի քաղաքականությունը կներեք ամենասունակություն է, որտեղ Փաշինյանը չունի այսօր քաղաքականություն։ Փաշինյանն ունի մեկ քաղաքականություն հանկացած պահի պահել իշխանությունը, մաքսիմալ ամեն ինչ անել, որ իշխանությունը փրկվել, Թուրքիային եւ Ադրբեջանին այնպիսի զիջումներ տալ, որ երևացող չլինի, այսինքն ոչ երևացող, ինքը Մինսկի խումբը լուծ արեց, ինքը չգիտեմ, բոլոր զիջումների գնաց, նույնիսկ Զանգեզուրի միջանցքը ամերիկյան փաթեթավորով համաձայնվել է հանձնել ադրբեջանցիների վերադարձնել համաձայնվեցին, ամեն ինչին ինքը պատրաստ է, միայն թե թուղթը ինքը ստանա։ Այստեղ բնականաբար դուք հարց տվեցիք, թե ինչու է Ալիևը կոշտացնում իր դիրքորոշումը, այստեղ ասեմ ձեզ, որ զուտ փորձագիտական կենտրոնները քննարկում են այդ խնդիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ այստեղ կա որոշակի տարաձայնություն Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջ եւ դա իրական տարաձայնություն է Թուրքիան պահանջում է որպեսզի Ալիևը ավելի կոմպրոմիսի գնա եւ մինչեւ ընտրությունները նվիրի այդ նվերը այդ խաղաղության պայմանագրի Հայաստանին որպեսզի Փաշինյանը կարողանա այդ թղթով ինքը խաբել այս հատկալեկ ընտրությունների ժամանակ ինքը դրանով ինքը կարողանա վերարտադրվի եւ Էրդողանը Ալիևին հորդորում է որ եթե Փաշինյանը վերարտադրվեց ապա 4-րդ հանրապետությունը դա արևմտյան Ադրբեջանի այսպես ասած փուլային տարբերակն է լինելու բոլորը դրանից կշահեն Ի տարբերություն Էրդողանի Ալիևը չի հավատում որ Փաշինյանը վերարտադրվել է Ալիևը շատ լավ հասկանում է ինքը Կովկասյան գործիչ է այս տարածաշրջանը շատ ավելի լավ է հասկանում խորհրդային ժամանակները ապրել է այսինքն մեր կենսակերպը մեր փորձը մենք ինքը շատ ավելի ինտեգրված է մեր բանի հետ քան Էրդողանը եւ այդ իմաստով ինքը շատ լավ հասկանում է որ Փաշինյանը որևէ շանս չունի 26 թվականին վերարտադրվելու ի վերջո Ինչքան էլ որ ժողովրդին կարելի է միամիտ ավարտված ոչխարներ չեն, որ 26 թվականին գնան մի մարդու ձայն տան, որը պարտադրված քաղաքականություն է վարում սեփական երկրի դեմ։ Սա աննախադեպ բան է համաշխարհային պատմության մեջ շատ քիչ տեղ է լինում, այսինքն այդտեղ օրինակներ կարող ենք բերել, չգիտեմ, Յարուզելսկիի օրինակը կամ Մարշալ Պետենի օրինակը եւ այլն, չեմ ուզում շատ տարբեր օրինակներ բերել։ Մյուս կողմից էլ Հայաստանում ոչ Մուամմար Կադաֆիի ռեժիմն է, ոչ Սադամ Հուսեյնի ռեժիմն է, որտեղ ինքը կարող է ամենաթողությամբ սարք բոլորին հանցնել։ Բոլորը հասկանում են, որ Հայաստանում այսպես ասած փափուկ ավտորիտար ռեժիմ է, ինչպես որ Վրաստանում էր, Ադրբեջանում էր, եւ օբյեկտիվորեն ինքը ունի որոշակի ավտորիտար գործիքակազմի սահմանափակ հնարավորություն։ Եվ Ալիևը հասկանալ է, որ որևէ շանս չունի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, ինքը ասում է մինչև ընտրությունը մաքսիմալից պետք է փորձեն զիջումներ կորզել։ Թուրքիան ասում է ոչ, ճիշտ չէ այդ քաղաքականությունը, դա դուք հիշեք մի քանի շաբաթ առաջ Ֆիդանը նույնիսկ հայտարարեց մեսեջ ուղարկելով Ադրբեջանին, որ առաջի 2026 թվականի առաջի երամսյակին անպայման այդ պայմանագիրը կկնքվի։ Այսպես ասած ակնարկելով, որ Ադրբեջանը պետք է այդ քայլին գնա։ Ադրբեջանն էլ պատասխանում է, որ Ալիևը Փաշինյանը դեռ քայլեր ունի անելու, մասնավորապես ադրբեջանցիների վերադարձի հետ կապված եւ այլն եւ այլն։ Իդեպ ասեմ, որ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված ներքին կարգով այդ պայմանությունը կա։ Ինչու՞, որովհետեւ ուրեմն այս տարվա մայիսին Անկարայում կոնֆերանս անցկացվեց Ադրբեջանի արևմտյան ադրբեջանցիների որտեղ Ալիևը զեկույց ուղարկեց այնտեղ նշեց որ առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձի Հայաստան տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի եւ Փաշինյանին առաջարկեցին որ Փաշինյանը պատասխանի Ալիևի այդ զեկույցին Փաշինյանը պատասխանեց Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց որ պահին որ խաղաղության պայմանագիրը կնքվի հաջորդ օրը մենք համաձայն կլինենք որ ադրբեջանցիները վերադառնան իրենց գյուղերը այսինքն այդ երկխոսությունը իրենց բոլորի համար տեսանելի է բացառությամբ հայ հասարակության որը մենք կներեք մի քիչ նատուրալիստական ժողովուրդ ենք մենք շատ ավելի պարզ պրիմիտիվ բանաձևեր ենք հասկանում քան այն ինչ որ կա միջազգային հարաբերություններում Երկրորդ խնդիրը, որ դրվեց Փաշինյանի առաջ, դա այն էր, որ ինքը պետք է կազմաքանդի հայ առաքելական եկեղեցին, որտեղ հայ առաքելական եկեղեցին էքստերատերիալ բնույթ ունի, այսինքն ինքը հայաստանյան եկեղեցի չէ, ամբողջ հայության եկեղեցին է, իսկ քանի որ ամբողջ հայության եկեղեցին է կաթողիկոսն ընտրվում է Սփյուռքի կողմից,
ապա Սփյուռքն էլ հակաթուրքական տրամադրություններ ունի, ապա պետք է այդ կառույցը փոխել, դարձնել հայաստանյան, ինչպես որ Վրաստանի եկեղեցին է, Ռուսաստանի եկեղեցին է, հա, որպեսզի Սփյուռքը չկարողանա ազդել Հայաստանի եկեղեցու վրա, եւ Հայաստանի եկեղեցի ղեկավարը պետք է այսպես ասած ենթարկվի Փաշինյանին, ինչպես օրինակ Թուրքիան, հա, այսպես ձևակերպենք։ Ու հաշվառները որ Փաշինյանը չի կարող այդ սաղ ծրագրերը բացել, ինքը որպես առաջի քայլ թիրախավորել է կաթողիկոսին։ Թիրախավորել է կաթողիկոսին, ինչպես որ նախկինում թիրախավորում էր զինվորականներին, որ հետո կազմակերպի բանակը։ Ինքը չէր ասում ես բանակն եմ ուզում կազմակերպել, ասում էր ես թիրախավորում եմ կոնկրետ կաշառակեր զինվորականներին, անուններ էր տալիս։ Հիմա ստեղել ասում է ես թիրախավորում եմ ոչ թե եկեղեցին, այլ կոնկրետ եկեղեցականներին, կաթողիկոսին, Բագրատ Սրբազանին, Աճապարյանին, վաղը մյուս օրը կարող է ուրիշ բան ասի, այդպես մեթոդը նույնն է, այսինքն թիրախորել կոնկրետ անձերի, եթե դու հասնում ես հաջողության, բնականաբար հաջողության հասնելուց հետո արդեն ամբողջ կառուցվածքը փոխվում է եւ հայ առաքելական եկեղեցուց մնում է մի հատ փոքրիկ կառույց, որը պետք է սպասարկի միայն Հայաստանում եւ այդ կառույցից հետո արդեն այսպես ասած դա ադրբեջանցիների պահանջն է, դա Էրդողանի եւ Ալիևի պահանջն է, որը ներկայացնում է Փաշազադեի շուրթերով։ Փաշազադեն բարձ հայտարարեց, ասաց որ Էջմիածինը պատմականորեն միշտ հայկական ռևանշիզմի կենտրոն է եղել եւ որպեսզի ադրբեջանցիները կարողանան վերադառնալ Հայաստան, այդ ռևանշիզմի կենտրոնը պետք չլինի։ Ոնց եք դուք պատկերացնում, որ ադրբեջանցիները գան Հայաստան, բայց Հայաստան ունեն ռևանշիստական ուժեր կամ ռևանշիստական կառույց։ Ասում դա ճիշտ է ասում, ինքը նոնսենս է այդ իմաստով։ Դրա համար Փաշինյանը հիմա այս ակտիվ պայքարում է եկեղեցու դեմ։ Տեսեք 2018 թվականին, որ ինքը եկավ իշխանության, եթե հիշում եք այն ժամանակ էլ մեծ շարժում սկսվեց Հայր Կորյունի գլխավորությամբ նոր Հայաստան, նոր Հայրապետ։ Բայց այն ժամանակ Փաշինյանը դա հետաքրքիր չէր, ինքը չաջակցեց, որտեղ Փաշինյանը ինքը թքած ունի вообще եկեղեցու վրա, կաթողիկոսի վրա, вообще արժե համակարգել չունի, իր համար ինքը, այսպես ասած, անհավատ աշխարհիկ մի անձնավորություն է, որը անարխիստական այսպես էս հակումներ ունի, ոչ մի գաղափար չունի, իսկ պոպուլիստական արժեքներով ապրող մարդ է, իրան հետաքրքիր չի ոչ բարոյական նորմեր, ոչ չգիտեմ, ավանդական նորմեր կամ չգիտեմ, իրան բնութագրել որպես ինչ-որ կրող, ինչ-որ մի գաղափարի կրող, դիտասած ինքի ծաղն է առաջ գալիս։ Բայց հաշվառելով են հանգամանքը, որ կա Էրդողանի եւ Ալիևի պահանջը, եւ հաշվառելով են հանգամանքը, որ կա իր բանը իրավիճակը, որ ինքը պետք է ստանա այդ թուղթը Ալիևի կողմից, ինքը պետք է բավարարի իրենց պահանջը։ Սա է խնդիրը, այսինքն ինքը բարոյելու համար ինքը փաստացի պատերազմ է հայտարարել եկեղեցու դեմ, անունը դնում է որ պատերազմ եմ կաթողիկոսի դեմ, եւ ես հիմա կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, լրագրողներին, քաղաքական գործիչներին, ովքեր կքննարկեն կաթողիկոսի եւ Փաշինյանի հակասությունը, հրաժարվեք այդ քննարկումից։ Դա քաղաքական ամերսունակություն է քննարկել։ Նախ եւ առաջ սկսենք այն բանից, որ մարդը, որի պատճառով 4000 մարդ է գետնի տակ հանձնել, այդ մարդը ունի բարոյական իրավունք քննարկելու մեկ ուրիշ մարդու կյանքը, դա արդեն անբարոյականություն է քննարկել այդ տիպի խնդիրները, դուք հասկանում եք, բայց երբ որ մենք մոտ այդ քննարկումները գնում են, դա ցույց տալիս որ մենք դեռ հասուն հասարակություն չունենք։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք հասկանանք այդ իրավիճակը։ Մենք չենք քննարկում կաթողիկոսի անձը, մենք չենք քննարկում եկեղեցականների խնդիրը, բազմաթիվ եկեղեցիներում կան բազմաթիվ խնդիրներ։ Մեր եկեղեցու մեջ շատ ֆունդամենտալ խնդիրներ կան եւ իսկապես մեծ ռեֆորմացիայի կարիք ունի մեր եկեղեցին, բայց այս իշխանության պարագայում դա պետք է չլինի։ Այս իշխանությունը պետք է 26 թվականին չլինի եւ պետք է գա նոր իշխանություն։ Այդ նոր իշխանությունը միանշանակ դա պետք է լինի մեծ միասնական, մեծ համերաշխության հիմքի վրա պետք է լինի։ Մենք մի քանի տարի պետք է, այսպես ասած, այն վերքերը, որ կա մեր հասարակ առողջացնենք, նոր հիմքի վրա արդեն ստեղծենք նոր տարբեր քաղաքական ուժեր, որոնք, այսպես ասած, հայաստանյան կենտրոն սկզբունքների շուրջ կարող են ինչ-որ տարբեր բաներ առաջարկել, ինչպես որ կա, ասենք Ֆրանսիայում, չգիտեմ, Անգլիայում, Իտալիայում, Միացյալ Նահանգներում, այն ինչ-որ հիմա կա, սա այս կոնֆլիկտը ոչ թե քաղաքական կոնֆլիկտ է, սա Հայաստանի լինել չնելու կոնֆլիկտն է։ Այսինքն ես նորից եմ գրում, սա ես չեմ ասում, որ Փաշինյանը ինչ-որ գործակալ է կամ չգիտեմ, այդ մարդը հայտնվել է պատանդի կարգավիճակի մեջ, եթե այդ պատանդի վիճակի մեջ հայտնվել ցանկացած մարդ, Կիրակոս Պողոսյանը, Պողոս Կիրակոսյանը, այս մեր նստածից ցանկացած մարդ, որ իրավիճակում հայտնվեր, նույն քայլերն էր կատարելու։
Ես դաժան բան ասեմ, բայց իրավիճակն է այդպեսին, որտեղ եթե մարդը հայտնվում է մի վիճակի մեջ, որտեղ իր կյանքի ու մահի խնդիրն է դրված, ինքը բնականաբար պայքարում է իր կյանքի համար եւ մերժում է իր մահը։ Հիմա իր կյանքը դա նշանակում է Հայաստանի մահը եւ հակառակը իր քաղաքական մահը կնշանակի Հայաստանի փրկությունը։ Դրա համար ես այն մարդկանցից եմ, որը համարում եմ, որ կենսական անհրաժեշտությունը քննարկել նաեւ հումանիտար միջանցքի շուրջ դիսկուրս բացել, իրեն շանս տալ, որ ինքը հեռանա Հայաստանից իր փոքրիկ խմբակի հետ միասին, որպեսզի այսպես ասած փող համաձայնության պայմաններում մենք կարողանանք առանց մեծ ցնցումների, առանց մեծ արյունի եւ առանց մեծ ողբերգությունների կարողանանք այս վիճակից դուրս գալ։ Շատերը կարող են չհասկանալ դա, կարող են, չգիտեմ, հայերեն ասել, որ դու բան ես, բայց դա ինձ հետաքրքիր չի դա, որովհետեւ իրեք իրականությունը շատ ավելի բարդ է, քան մարդիկ պատկերացնում են։ Սա կներեք պոպուլիզմի տեղ չէ, որ բանը վայ հայրենասիրական ինչ-որ քարոզներով հանդես գալ, ոտանավորներ ասել, ինչքան իրենք լավն են կամ ինչքան վատն են, այստեղ կա Հայաստանի լինել չնելու խնդիրը եւ այս մարդը պատանդի կարգավիճակի մեջ իրեն էլ պետք է փրկել այս իրավիճակից, որտեղ սա իսկապես մեծ ողբերգություն է, որտեղ ինքը հայտնվել է իր հիմար քայլերի արդյունքում հայտնվել է երկու ոտքով, երկու ձեռքով հայտնվել է պատանդի մեջ, պատանդի իրավիճակում եւ պատանդի իրավիճակում ինքը փաստացի իր փրկության համար կատարում է քայլեր, որը կարող է բերել Հայաստանի պետականության կազմաքանդման։ Շատ պարզ խնդիր է սա հարցը։